Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր ծայրահեղական մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը եւ դադարեցնի սադրիչ գործողությունները։ Իրանի արտգործնախարարն է հայտարարել, ինչ էլ լինի, Իրանի զինուժը պատրաստ է պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից։ Թրամփը գոհ չէ Թեհրանի վերջին առաջարկից։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Իրանը ուզում է գործարք կնքել, քանի որ բանակ չունի։ Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով է նոր առաջարկը հանձնել Վաշինգտոնին։ Բովանդակությունը հայտնի չէ։ Մենք անսահման հարգանք ունենք Պակիստանի նկատմամբ։ Իսլամաբադը շարունակում է աշխատել մեզ հետ, բայց դա շատ երկար ճանապարհորդություն է եւ մենք բոլոր բանակցությունները հիմա անցկացնում ենք հեռախոսով։ Այո, նրանք առաջընթաց են գրանցել, բայց վստահ չեմ, որ երբևէ կհասնեն նպատակին։ Կա անհամաձայնություն։ Նրանք չեն կարողանում լեզու գտնել իրանցիների հետ։ Իրանի ղեկավարությունը շատ մասնատված է։ 2 կամ 3 խումբ, գուցե 4 խումբ։ Դա շատ մասնատված ղեկավարություն է։ Եվ այնուամենայնիվ նրանք բոլորը ցանկանում են գործարք կնքել, բայց բոլորը խառնաշփոթի մեջ են։ Ֆլորիդայում ելույթի ժամանակ Թրամփը խոստովանել է, որ Միացյալ Նահանգների զինվորականները լցանավերը գրավելիս իրենց ծովահենների պես են պահում։ Միաժամանակ խոլիգանության համար է մեղադրել Պարսից ծոցի գրեթե բոլոր երկրներին։ Մենք բռնագրավեցինք բեռը, մենք բռնագրավեցինք նավթը, սա շատ շահավետ բիզնես է։ Ով կմտածեր, որ մենք սա կանենք, մենք ծովահենների նման ենք, բայց մենք խաղեր չենք խաղում, որովհետև գիտենք 47 տարի Իրանը բոլորին ահաբեկել է։ Նրանք մերձավոր արևելքի խուլիգաններն են, նրանք բոլորին վախեցնում էին։ Իսրայելը եւ Կատարը, Սաուդյան Արաբիան, Ամեն, Բահրեյնը, Քուվեյթը, բոլորը, նրանք բոլորը մերձավոր արևելքի խուլիգաններն են։ Ես դա հասկանում եմ։ Իդեպ Պետդեպարտամենտը հաստատել է 86 միլիարդ դոլարի զենքի վաճառքը ԱՄՆ 4 դաշնակիցներին՝ Կատարին, Իսրայելին, Քուվեյթին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին։ Ըստ Պետդեպի, մերձավոր արևելքի երկրների հետ այս համագործակցությունը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին եւ չի փոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Վաշինգտոնը նաև վերանայում է ռազմական ներկայությունը Եվրոպայում։ Ըստ մամուլի հրապարակումների, Միացյալ Նահանգները նախատեսում է զորքերը դուրս բերել Իսպանիայից, Իտալիայից, իսկ առաջիկա 1 տարվա ընթացքում մոտ 5000 զինծառայող նաև Գերմանիայից։ Այդ երկրում է Եվրոպայում ամենամեծ ամերիկյան զորակազմը, ավելի քան 36000 ամերիկացի զինծառայողներով։ Գերմանիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը փորձագետները նաև Թրամփ-Մերց վեճի հետ են կապում։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Իրանի բանագնացները նվաստացրել են ԱՄՆ ներկայացուցիչներին։ Մենք ՆԱՏՕ-ից ոչ մի օգնություն չստացանք, 0։ Գիտեք, մենք տրիլիոնավոր դոլարներ ծախսեցինք ՆԱՏՕ-ի վրա, բայց ոչ մի օգնություն չստացանք։ Դրա կարիքը չկար, բայց չստացանք։ ՆԱՏՕ, դու ազատված ես աշխատանքից։ Սպիտակ տան ղեկավարը շարունակում է պնդել, որ ամերիկյան զինուժը հիմնովին ջախջախել է իրանական բանակը։ Իրանը շատ ուժեղ երկիր էր, բայց մենք նրանց ջախջախեցինք։ Ճիշտ է, մեր զինվորների ու մեր դաշնակիցների այսօրվա Իսրայելի պաշտպանության ուժերի շնորհիվ։ Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները այլ տեղեկություններ ունեն։ Ըստ CNN-ի, Իրանի հարձակումներից մերձավոր արևելքում լրջորեն վնասվել է ամերիկյան 16 ռազմական օբյեկտ։ Թեհրանի թիրախները Boeing E-3 Sentry-ի նման թանկարժեք ինքնաթիռներն են եղել, որոնց միջոցով Միացյալ Նահանգները վերահսկում էր տարածաշրջանը։ New York Post-ի հոդվածի համաձայն Իրանը պլանավորում է օգտագործել ականապատ մարտական դելֆիններ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Դելֆիններից բացի կորպուսի զինանոցում կան սուզանավեր, որոնք ԱՄՆ-ն չի ոչնչացրել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ վերահսկում են Հորմուզի նեղուցի եւ իրանական ափամերձ գոտու 2000 կիլոմետրանոց ռազմավարական նշանակության գիծը եւ որ Պարսից ծոցում սահմանվելու են կառավարման նոր կանոններ։ Չնայած բանակցելու պատրաստակամությանը, Թեհրանը կարծես չի հավատում Վաշինգտոնին եւ չի բացառում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հակամարտության վերսկսումը հավանական է։ Եղած փաստերը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները հավատարիմ չէ որևէ խոստման կամ համաձայնագրի։ Սպիտակ տունը ըստ որոշ աղբյուրների կոնգրեսին հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմն անցյալում է, սակայն զարգացումները ցույց են տալիս, որ հակամարտությունը տեղափոխվում է ավելի բարդ քաղաքական, դիվանագիտական եւ ռազմավարական մրցակցության դաշտ։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։